որոշեցիք, ինչ որոշեցիք, ինչ քննարկեցիք։ Ուրեմն ես ասեմ, պատրաստ եք։ Գնա, հա։ Ուրեմն այս հանդիպումը Հայաստան Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ էր, բավականին արդյունավետ քննարկում էր։ Նախ եւ առաջ ներկայացվեց այն աշխատանքները, որ տարվում է, այն ուրեմն հերանեկարը, որ ունեն այս շարժման, այս բողոքի ակցիայի շարունակության իմաստով, մեր առաջարկները տվեցինք, որ ինչպես կարելի է շարունակել, ինչպես կարելի է համախմբում ավելի ընդարձակել ու լայնացնել, նաև կարևորեցինք բացի սոցիալական հարցերից, քաղաքական եւ իրավական հարցերը, որը կարևոր են եւ պիտի մեր տեսակետից նաև խմբեր կազմվեն, որը բանակցությունների մեջ մտնի իշխանությունների հետ։ Համախմբման process-ը իրենից ենթադրում է փողոցային պայքարը։ Բոլոր տեսակի պայքարներ չի բացառվում, փողոցային պայքարները իհարկե իր տեղ ունեն որպես ճշմարիտ, բայց հիմնականում նաև պիտի լինի խորհրդակցություններ, բանակցություններ եւ հարցի դրական լուծման համար դրանք անհրաժեշտ են։ Որոնք են այդ իրավական հարցերը, որոնք ամենաշատն են ձեզ անհանգստացնում։ Քաղաքացիության հարցն է, մի շարք գույքային հարցեր են, անշարժ գույքի, շարժական գույքերի հարցերն են, ընդհանրապես այդ խտրականության հարցն է, որ արցախցիներին ու հայաստանցիների մեջ տրվում է եւ դժբախտաբար իշխանությունների կամ իշխանությունների մոտիկ շրջանակների կողմից անընդհատ հրահրվում է։ Հարթակներում, որպեսզի վառ պահվես Արցախի հարցը դատական հայցերից հրաժարվել է, որքանով կվնասի այդ ամեն ինչը։ Նաեւ մի քիչ հիմա նաեւ իրավական, այլ նաեւ արտաքին քաղաքականության հարց է, ուրեմն արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունը, խայտարակ հայտարարությունը, որ տեսանք, որը ինքը իրան հակասում էր, որտեղ մի տարի առաջ բոլորին այլ պատասխան էին տվել, հիմա այլ պատասխան են տալի, եւ դրա հետապնդումը թե գերիների ու պատանդների եւ թե դատավարությունների անօրինական դատավարությունը, ինչու՞ չէ նաեւ վերադարձի հարցը, արցախցիների վերադարձի հարցը արտաքին քաղաքականության մեջ գերակա խնդիրներ պիտի լինեն Հայաստանի Հանրապետության, որը բոլորովին ժխտում են ու, այսպես ասեմ, դասալքություն են համարում դրանք։ Հիմա եթե իրենք դա հետում են, ինչ եք ակնկալում, հա, երկխոսությունից իշխանությունների հետ, թե ավելի այլ հարթակներ։ Համենայն դեպս պիտի իրանք իրենց փաստարկները բերեն, իհարկե այլ հարթակներ միշտ գոյություն ունեն։ Ես դες չեմ թաքցնի նաև ասելու, որ Դաշնակցության Հայդատի գրասենյակների հետ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանք ենք տանում, մոտիկ օրերում դուք կտեսնեք նաև բացահայտ այդ աշխատանքի արդյունքները, հույսով եմ, որ կկարողանանք այդ ճնշման միջոցով նաև Հայաստանի իշխանություններին ինչ-որ ճնշման ենթարկել, որը նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը տեղ գրավի։ Իհարկե շատ հույս չունեմ այդ հարցը որևէ դրական լուծում ունենա, որտեղ միտումներ արդեն երևում են, անընդհատ պարտվողական, անընդհատ զիջողական, անընդհատ դասալքության քաղաքականությունը երևում այս իշխանությունների, բայց ամենայն դեպս պետք է այդ լծակները օգտագործել արտաքին քաղաքականության մեր դեսպանությունների, մեր դիվանագիտական շրջանակների, որը որոշ տեղեր ձեզ ասում եմ արդյունք տալիս է։ Իհարկե ոչ բացահայտ։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նմանօրինակ քայլերը սպառնալիք են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նաև նշում են, որ այս ամենով փորձ է արվում բռնի տեղահանված արցախցիների հույզերի վրա խաղալով նորից փողոցներ լցնել, նույն արցախցիներին մսացու օգտագործելով։ Բավականին դատարկ եւ անիմաստ, ուղղակի անիմաստ հայտարարություններ են դրանք, ինչքան արցախցիների Արցախի հարցը, գերիների հարցը, պատանդների հարցը բարձրացվի միջազգային հարթակներում, ավելի Հայաստանի դիրքերը կկամրանա, կպնդանա եւ այլ զիջումների, այլ պարտադրանքներից կկարողանա խուսափի այդ պահանջները ներկայացնելով։ Ընդհանրապես բանակցությունների մեջ պիտի դու ունենաս քո պահանջների օրակարգը։ Երբ որ չունես քո պահանջների օրակարգը կամ անընդհատ միայն ենթարկվելու դիրքում ես, բնականաբար քո դիրքերը օրեցօր թուլանում է, օրինակ նվազում է քո դիվանագիտական կարողությունները։ Շնորհակալություն։ Մի հարց։
Հայաստանի իշխանությունները երևի նկատել են, որ գերիներին այնպիսի հարցեր են տալիս, որ սլաքներն ուղղում են Հայաստանի ուղղությամբ եւ վերջերս սկսել են խոսել գերիների հարցից։ Հիմա դուք ինչ ճանապարհ եք տեսնում գերիների հարցը վերականգնելու Նայեք, ուրեմն գերիների հարցը մի նպատակ ունի Ադրբեջանը, գերիների հարցը այսպես թե լրատվական դաշտում պահելով Հայաստանի վրա ճնշում բանեցնելն։ Գերիները ինչ որ կա իրականությունը, ինչքան որ մենք իհարկե մեր տեղեկությունները միայն ադրբեջանական աղբյուրներից են, բայց համենայն դեպս Ադրբեջանը իր լրատվական արտացոլանքով ինչ որ կա եւ ինչ որ տեղի ունեն, նրա համար է որ Հայաստանին միջազգային առումով մեղադրանք հնչեցնի Հայաստանի դեմ տարբեր ասպարեզներում, թե ռազմական, թե իրավական առումներով։ Մեր հարցը նաեւ որ այդ ճնշումը թոթափելու համար, այդ ճնշումը նվազեցնելու համար մենք պետք ունենք միջազգային ատյանները դատապարտեն գերիների դատավարության process-ները, ոչ թափանցիկ դատավարությունը եւ ընդհանրապես այդ մարդկանց գերի ընկնել այնտեղ։ Գերիները պիտի ազատ արձակվեն, եթե որևէ հակամարտություն ավարտված է։ Իսկ այդ դատավարությունը շինծու դատավարությունն է, միայն նպատակը նաեւ որ Հայաստանի իշխանությունների վրա Հայաստանի վրա ճնշում բանեցնեն։ Դա է իրականությունը։